Նա պետք է ինձ օգնի։ Ներս արի։ Դուր այստեղ։ Հիմա լսիր։ Ինչու՞մ է կյանքի երջանկությունը։ Աշխատանքի մեջ ոմանք կարծում են, որ չի կարելի հրաժարվել անձնական երջանկությունից հանուն աշխատանքի։ Իսկ ես գտնում եմ, որ կարելի է։ Այստեղ պետք է օրինակ բերել։ Երբ աշխատում ես քեզ համար, դա բավարարություն չի բերում։ Պետք է աշխատել ուրիշների համար։ Այդ իմաստով կարելի է համարել, որ մետաղի ջարդված կամ թուղթ հավաքելը երջանկություն է։ Մեր երկրում մարդը չի կարող դժբախտ լինել, քանի որ նա ունի բոլոր հնարավորությունները։ Իսկ դու երջանիկ ես։ Ես ոչ։ Բայց եթե նեգր լինեի Ամերիկայում։ Անշուշտ։ Հիմար, ամեն ինչ ցածրիր։ Լավ կարես ինձ հետ խոսես։ Հաճույքով։ Դեռ հայտնի չէ, որ եթե դուք սովորեիք մեր դպրոցում, ինչպես կդասավորվեր իմ ճակատագիրը։ Նա ճիշտ է ասում։ Հարապիր։ Դու հարցրիր, երջանիկ են արդյոք։ Ինչու։ Դու վստահ ես, որ ոչ։ Կյանքում երջանկություն չկա, բայց կա հանգիստ եւ կամք։ Ասել, որ ես երջանիկ եմ, անհարմար է։ Դու ասացիր, որ կյանքում էլ ոչինչ պետք չէ քեզ։ Դու գոհ ես նրանով, ինչ կա։ Դրա համար Լիդան քեզ այդպես պատասխանեց։ Իհարկե լավ է, երբ մարդ գոհ է լինում եղածից։ Երբ արկում եմ քնելուց, հավում եմ, որ կյանքիցս մի օր էլ անցավ, մի օր էլ պակասեց։ Արգակներս։ Ուզում եք ընտրել, հիմա պատրաստ եմ։ Ոչ սպասիր, ինչու դու, հերու համար թող նա հոգտանի։ Նա պարապում է։ Պարապում է, Ապա գնա պատրաստիր։ Հիմա երիտասարդ պարծեցիր, ինչպես է ստակն ու վրա արել գրականությունը։ Որ այդպես է, ես այլևս ոչինչ չեմ պատմի ձեզ։ Իսկ ես չեմ ամաչում։ Ես իսկապես գտնում եմ, որ Նատաշա Ռոստովան չի կարող դրական օրինակ համարվել, որովհետև նա ըստ էության միայնակ է։ Սիրարվեց մեկին, հետո մի ուրիշի, հետո երրորդին, երեխաներ ծնեց եւ ուրիշ ոչինչ։ Շատ հետաքրքիր է, որտեղ ես կարդացել այդ բոլորը։ Սա իմ սեփական հիպոթեզն է։ Չէ՞ որ գոյություն ունի կարծիքների ազատություն։ Բանն այն է, Գյուրա, որ դու կարող ես ասել Նատաշան վատն է, եւ կամ ասել Նատաշան շատ լավն է։ Բայց չեմ բռնել թե իրականում նա ինչպիսին է։ Ինչ ես նրան սովորեցնում։ Նա բոլորից խելոք է, նա ես է մեծատարով։ Ինչ արած, այդպես է, մարդկությունը գնալով խելոքանում է։ Եթե համեմատենք 10-րդ դարի հետ, հիմա ամեն մի սովորական մարդ հանճար է։ Իսկ 1000 տարի հետո բոլորը հանճար կլինեն մեզ հետ համեմատած։ Երկինք ես անում, ընդհանրացնում, փիլիսոփայում, սակայն միամտորեն։ Կիրիլ, լրիր։ Կապիկը մարդ դարձավ, երբ սովորեց, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել եւ ինչի վրա ոչ։ Դա արդեն կոպտություն է։ Խնդրում եմ ներեք, ես ամենևին միտք չունեի վիրավորել ձեզ։ Դա էլ էր անտեղի եւ ավելորդ։ Ուրեմն վերջ, նահանջում եմ նախապես ամրապնդված դիրքերը։ Դե նա պարզապես շապազանցնում է։ Նա սիրում է հիպերբոլա։ Եվ նրանից ոչ ոք չի ներանում։ Հիպերբոլա, էֆեկտներ, իմացիր, որ տարիներ հետո էֆեկտները կխամրեն, եւ իր ամբողջ դժգոհությունը նա կթափի շրջապատի գլխին, ամենից առաջ քո գլխին։ Ներիր ինձ, որ խառնվում եմ քո գործերին, բայց երկուստ էլ չափազանց թանկ եք ինձ համար։ Ես որոնել եմ ձեզ բոլոր մանկատներում։ Ես նվիրել եմ ձեզ իմ կյանքի շատ տարիները եւ հոգուս կեսը, անբաժանելի կեսը, եւ ուզում եմ, որ դուք անաղարտ պահեք այն։ Ոչինչ, Քերիմիտյա։ Լիդան արդեն դպրոցն ավարտում է, ես աշխատում եմ, ինձ գնահատում են, միաժամանակ սովորում եմ տեխնիկումում, կշտան բանքի արժանի չենք։ Լիդան մի քիչ երեսառած է, բայց գուցե դրա պատճառն այն է, որ նա տաղանդավոր աղջիկ է, ով գիտի, գուցե նա դեռ բոլորիս կապշեցնի, մեր հպարտությունը կդառնա։
Առայժմ ես կարող եմ խոստանալ, որ մեզ համար ստիպված չեք լինի ամաչել։ Ոչ մի բանում։ Ամուսնանալու ժամանակն է։ Կարող եմ, բայց սիրարվելու ժամանակ չկա։ Ցերեկն աշխատում եմ, երեկոյան սովորում, ճանապարհն էլ երկար է։ Ռիզայվան այստեղ ապրում։ Այո, համեցեք։ Ինչպես է ձեր անուն հայրը։ Նադեժդա Գյորգիևնա։ Նադեժդա Գյորգիևնա, խնդրում եմ զանգահարեք կնոջս եւ բացատրեք ձեր վարքագիծը։ Քերեմիջ, ասամին ղեկավարն է, ընկեր Հագարոդնիկովը։ Լսել եմ, շատ հաճելի է։ Նստեք խնդրեմ, ներեցեք դեր չեմ հավաքել։ Ես ուզում եմ, որ դուք բացատրեք այդ հիմար պատմությունը, որի մեջ խառնել եք եւ ինձ։ Ինչ պատմություն։ Ինձ կանչել են Կուսկոմ։ Եվ ինչ։ Ես գիտեմ, որ դուք չարաճճի աղջիկ եք, բայց կատակն էլ իր չափն ունի։ Չեմ հասկանում։ Ինձ մեղադրեցին, որ ձեզ հետապնդում եմ սիրո խոստումներով։ Աստված իմ, ինչի մարություն, ինչու քննարկել նման ցնդաբարություն։ Ոչ եկեք իրերը կոչենք իրենց անուններով։ Այն ամենից հետո ինչ եղել է դուք դեռ նրան եք մեղադրում, հա? Իսկ ինչ է եղել։ Ինչ է եղել։ Ես ասում եմ, որ կատակ է։ Սպասեցեք, միայն թե ոչինչ մի թաքցրեք։ Մի վարքյան, նա ձեզ ինչ ասել։ Ասել է, որ դուք հետապնդում եք նրան։ Ամուսնացածներն այդպես են։ Բոլորը չէ, որ խրախուսում են։ Նա չի խրախուսել։ Ուրեմն այստեղ էլ ստել եք։ Սպասեցեք, միայն թե նրան մի վախեցրեք, խնդրում եմ։ Լսեք քերի։ Դուք ինչու եք մեջում, չէ՞ որ դուք չգիտեք ինչ է եղել եւ ինչպես։ Ինչու ես գոռում քերուց վրա։ Քանի որ ձեզ կանչել էին Կուսկոմ, ուրեմն մի բան կա։ Ինձ կանչել են Կուսկոմ, որովհետև կինս դիմել էր նրան։ Իսկ ուրիշում պետք է դիմեր, ասացեք, խնդրեմ։ Լավ, երբ եմ ձեզ Ստալին հրավիրել։ Ինչ մեքենայով զբոսանքի տարել։ Ոչ աշխարհանում եմ ձեզ հյուրասիրել։ Իհարկե դա երևակայության արդյունք է։ Մտքովս էլ չեր անցնի, որ ձեր կինը կիմանա այդ ցնդաբանության մասին եւ Կուսկոմի դեպը գնա։ Հիմա ես խնդրում եմ, գնացեք այնտեղ եւ ասեք ճշմարտությունը։ Իգոր Ստեփանիչ, ես չեմ կարող այդ անել։ Դուք որ ասեք ձեզ կհավատան։ Եթե ձեզ չհավատան, եղում են հավատալու։ Սպասիր։ Ուրեմն դու ինձ ստում էիր։ Ստում էի։ Ինչու։ Պատասխանիր։ Ինչու ես հայտարարել այս մարդուն։ Նադեժդա Գեորգիևնա, խնդրում զանգահարեք իմ կնոջը եւ բացատրեք ամեն ինչ։ Իհարկե, հիմա կզանգահարեմ։ Դե։ Գիտեք, ես չեմ կարող զանգահարել, չգիտեմ ինչ ասել։ Հայտնեք ձեր ազգանունը, նա ինքը կխոսի։ Իսկ հետո։ Հետո կտեսնենք։ Վիերա, քեզ հետ ուզում են խոսել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խոսում է Ռզաևան, հաշվառողը։ Այո։ 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 Ես լավին հավաձայն եմ ձեզ հետ։ Ես համաձայն եմ, բայց դա թյուրիմացություն է։ Հնարավոր մի բան։ Ես բանապես կատակում էի։ Ինչ ասաց նա։ Բան չհասկացա։ Փառք տվեք Աստծուն, որ ես մեղմ բնավորություն ունեմ։ Գեղեցիկ պատմություն է ստացվում։ Հիմա քեզ կարող են մեղադրել զրպարտության մեջ։ Ոչինչ էլ չեն անում։ Ով գիտի ինչ մարդ է։ Իսկ ուսեն ասերիկա է։ Ոչ։ Ոչ։ Ասա ինձ խնդրեմ, ինչի՞դ էր պետք օրինել այդ բոլորը։ Դա որոշապով կարելի հասկանալ։ Ոչ, նորմալ մարդը չի կարող հասկանալ այդ։ Բարձրապես ցանկացել է մի քիչ հպարտանալ։ Ինչով հպարտանալ։ Ումով հպարտանալ, դու տեսել ես նրան։ Ուղղակի մանկական թեթևամտություն։ Իհարկե ես հասկանում եմ քեզ, ժամանակին զուրկ ես եղել թռվռալու հնարավորությունից։ Հիմա պակասը լրացնում ես։ Դեռ ավելին, դու քո ցնդաբանություններով քրոջ տել խելքից կհանես։ Սպասիր։ Կյանքը մի օր այնպես կհարվածի քո այդ տաղանդավոր ճակատին։ Տաղանդներ, գրողատանի, ինքնորինակ տաղանդներ, ամեն տեղ տաղանդներ, բազմաթիվ տաղանդներ, ուր է ինձ հարցը։ Համեցեք, հիմա աղոթիր նրա համար։
Պատկերացնում եմ, թե հիմա ինչքան կուզենայիր անցանց թշկոտել բլուրների վրա։ Ամբողջն այն է, որ ես անընդհատ նստած եմ քո վզին։ Ոչինչ, վարժվել եմ։ Այստեղ էլ քերին։ Իհարկե, մենք ծմահ նրա պարտապանն ենք։ Նա մեզ հացի փող է տվել, իսկ դու նրան 5 ռուբլի, ամեն աշխատավարձից։ Դա կարևոր չէ։ Դա տարգման է։ Ոչ մի նշանակություն չունի։ Հիմա մեր նպատակն այն է, որ դու դառնաս դերասանուհի։ Մնաց հացը կարևոր չէ։ Ինչպես պետք է ներս մտնես։ Ես հանձնաժողովն եմ ներս արի։ Ազգանունդ? Ռեզաևա։ Բարձրաձայն, հասկանալի, նրանք հոգնել են, շատերին են քննել։ Դու պետք է գրավես նրանց ուշադրությունը։ Ռեզաևա։ Ինչ եք կարդալու? Պատերազմ եւ խաղաղություն։ Պատերազմ եւ խաղաղություն վեպից։ Պատերազմ եւ խաղաղություն վեպից։ Կենտրոնացիր, թող տեսնեն, դու լավ տվյալներ ունես։ Կենտրոնացար։ Կարող ես սկսել։ Մի անգամ միայն լսվեց վերևից կանացի մի ձայն, որն անմիջապես ճանաչեց իշխան Անդրեյը։ Բայց դու երբ ես քնելու, հարցրեց մի ուրիշ ձայն։ Ես չեմ քնելու։ Ես չեմ կարող քնել։ Հիմա ինչ անել։ Դե, վերջին անգամ։ Կանացի երկու ձայն երգեցին երաշտական մի ֆրազ, որ եզրափակումն էր ինչ-որ երգի։ Ախ, ինչպիսի հրաշալիք։ Դե հիմա քնենք ու վերջ։ Դու պարկիր։ Իսկ ես չեմ կարող։ Պատասխանեց առաջին ձայնը մոտենալով լուսամուտին։ Ամեն ինչ լռեց ու քարացավ, ինչպես լուսինը, նրա լույսն ու ստվերները։ Իշխան Անդրեյն էլ վախենում էր շարժվել, որպեսի չմատնի իր ակամա ներկայությունը։ Սոնյա, Սոնյա, մեկ անգամ է լսվեց առաջին ձայնը։ Դե ինչպես կարելի է քնել, ապամինայր ինչպիսի հրաշալիք, ախ, ինչպիսի հրաշալիք, ասաց նա համարյա լացակումած ձայնով, չէ որ այսպիսի սկանչելի գիշեր չի եղել երբեք։ Ինչ է։ Դու ինչու ես այդպես նայում ինձ։ Ես վաղուց հավանում եմ ինչ որ դու անում ես։ Սակայն պետք է ավելի ազդեցիկ։ Հիշում ես դու ասում էիր, ապրել թեկուզ մի ամիս բայց լիարժեք, հետո կարելի է մեռնել։ Այո, Նատաշա Ռոստովան էլ այդպիսին է։ Ամեն մարդ չի կարող երջանկություն զգալ, իսկ նա կարող է ամեն ինչից երջանկություն քաղել, ինչ գիշեր է, ինչպես երկինք։ Եվ նա ասում է Սոնյա, Սոնյա, քնել չեմ կարող։ Նադյա, գուցե մենք խենթացել ենք։ Ինձ թվում է ես կտապալվեմ, հավանականության թեորիայի համաձայն, այ այդպես էլ կլինի։ Երբ որ կտապալվես, այն ժամանակ կմտածենք։ Նադյա, երբեմն ես այնպիսի վախ եմ զգում։ Այս բոլորն ինչով կվերջանա։ Բայց քեզ չի կարելի այդ թեմայով խոսել, դու արդեն ամեն ինչ որոշել ես իմ փոխարեն։ Իսկ երին ճիշտ է ասում։ Միջակ ինժեներ լինել կարելի է։ Իսկ միջակ դերասանուհի լինել ամոթ է։ Եթե դու փնտրեիր հաջողություն, փառք, քո նպատակն է ուրախություն պարգևել մարդկանց, միթե դա ամոթալի է։ Ամոթ կլինի, եթե դու ոչինչ չստուգես, ոչ մի բան չհամոզվես եւ տաղանդը թաղես հողի տակ։ Հիշում ես ինչպես մանկատանը մենք գնում էինք թատրոն։ Թատրոնը վերցրել էր մեր մանկատան շեփությունը, դա մի բացառիկ երևույթ էր։ Մեզ անվճարներ էին թողնում, մենք անհամբեր սպասում էինք, թե երբ կանցնեն օրերը, որ մենք գնանք թատրոն։ Անհաջողության դեպքում չէինք ընկճվում, գիտեինք, որ շուտով գնալու ենք թատրոն։ Եվ դահլիճում լույսը մարում էին, վարակույրը բացվում, բեմը պայծառանում էր, ինքը լուսավորվում, ներսից, դեռ փոքր էի, չէի շերներ ենք անցկացրել, դեռ վախենում ես, և առած պատճառի
Իսկ դուք, Տեր Աստված, այդում եք ընտրել, երբ մտածում եք նախ ընտրել։ Ախ, ինչու դուք իմ հույսը սնեցիք, ինչու ուղղակի դուք ինձ չասացիք, որ մեր անցյալը ծաղրի եք մատնել։ Ինչ, դեր մեջ նույնիսկ հույս չի մնացել։ Դեր մեջ նույնիսկ հուշերն են մարել։ Շնորհակալ եմ։ Ինչ, դեր մեջ նույնիսկ հուշեր են մարել այն հուսերի։ Այն հուսերի։ Հույզերի։ Այն հուսերի, որ մեր սրտերին երվում, քերբերում, որ չմարեցին ոչ օտար հեռուն, ոչ մի մտորմունք, ոչ մի ճանապարհ։ Դրանով է ապրում ու շնչում ու միշտ միտքս բերում, որ Բավական է։ բավական է, գոհ եմ ձեզ այդ կապը սկսելուց։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Տեսություն։ Գուցե երկեմ։ Ոչ, կարիք չկա։ Կարիք չկա, գնացեք, տեսություն։ Դե ինչպես էր։ Կենսագրություն հարցնում եմ։ Չէ։ Ուրեմն հույս չկա։ Մենք օպտիմիստ ենք, գնանք մի ուրիշ տեղ քննության։ Ռեզայևա։ Կանչեցեք։ Ռեզայևա։ Բարև ձեզ։ Խնդրեմ։ Բարև։ Խնդրեմ։ Ձեր հասկանունը։ Ռիզայևա։ Ռեզայևա։ Ինչ եք կարդալու։ Հատված պատերազմի խաղաղություն վեպից։ Խնդրեմ։ Ծանոթ է պետք։ Գոնե մեկն ինձ համար բարեխոսեր։ Ես ծանոթ չունեմ։ Ինչպես է։ Ոչինչ չգիտեմ։ Բայց երբ որ ես ուզում եմ, ինչ-որ բան պակասում է ինձ, եւ ոչ ոք չգիտի, թե ինչ է պակասում։ Դու շատ լավ կարդացիր, անպայման կընդունում ես։ Ինչ ես ասում։ Նույնիսկ սեղանի մոտ չկանչեցին, դա վատ նշան է։ Գուցե իսկապես այստեղ ծանոթ է պետք։ Նրանք պարտավոր են քեզ ընդունել։ Նադյա, խնդրում եմ։ Հանգստացիր։ Դու գնացել ես։ Դու ինչ ես ուզում անել։ Ես կխնդրեմ, որ մի անգամ էլ քեզ լսեն։ Ինչ ես ասում, Նադյա, դու հիմար վիճակի մեջ կդնես ինձ կին հազարժողովում է։ Բայց ես մոռացել եմ նրա անուն հայրանունը։ Նադինկա, Նադյա։ Նադյա, լսիր, խնդրում եմ քեզ։ Վաղը կգնանք, դեռ ոչինչ պարզ չէ, հայտնի չէ։ Ինչ կլինի։ Մոռացել եմ նրա անուն հայրանունը։ Նադյա, Նադյա։ Ներեցեք, դուք ինչ եք ուզում։ Ես եկել եմ ինքն Մեդինսկու մոտ։ Ահա։ Այո, լսում եմ ձեզ։ Դուք ինչ չեք հիշում։ Հիշում եմ, ինչպես չեմ հիշում։ Ուզում եմ դիմել ձեզ մի խնդիրքով։ Դուք քիչ առաջ լսեցիք մի աղջկա, նա յուրագրգիռ բնավորություն ունի։ Դա մի կողմից լավ է, իսկ մյուս կողմից նրա ընդունակությունը որոշել հնարավոր չէ։ Նա ձեզ ներկայացավ հենց այդ վիճակով։ Հասկանալի է, իհարկե, նկատի կունենանք։ Սպասեք։ Ինչպես է ձեր ազգանունը, չեմ հիշում ձեզ։ Ռեզայևա։ Ռեզայևա։ Կարծեմ դուք հաճախում եք կուլտուրայտան ստուդիան, այո։ Արեք, վերջացրեք։ Այո։ Հետո ինչ որ անհետացաք։ Բայց ներեցեք, մենք զբաղված ենք։ Պավել Վլադիմիրիչ նա ընդունակ աղջիկ է։ Երբ հերթացնեն ժամանակ կլսենք։ Խնդրում եմ հիմա լսեք, ազնիվ խոսք չեք փոշմանին։ Բայց ինչու է խճճում ամենահասարակ հարցը չեմ հասկանում։ Ընկերներ, դե հերիք է, եկեք մի բան որոշենք, ժամանակ 3 րոպե, ազնիվ խոսք 3 րոպե բավական է։ Դե լավ, խնդրեմ, դե լավ։ Խնդրեմ սկսեք։ Ես։ Այո, միայն շուտ։ Ձեր տրամադրության տակ կա 3 րոպե։ Բայց ինչու։ Ահ, Տեր Աստված։ Դուք ինչ հասկացաք։ Ես եկել եմ քրոջ տեղ, Ռեզայևա Լիդայի։ Չկանչեք Լիդային։ Դուք ինչ առաջ լսեցիք նրան։ Իհարկե լսեցինք, իսկ հիմա ցանկանում եմ ձեզ լսել։ Կարդացեք։ Ինչ կարդամ։ Ես ոչինչ չեմ հիշում։ Եթե չեք հիշում, կարող եք գնալ։ Հետևյալը։ Միթե ոչ մի բան չեք հիշում։ Հիշում եմ, բայց դա գեղարվեստական արձակ չէ, այլ հոդված։ Դե ինչ արած, թողնի հոդված։ Դե լավ թողնի հոդված։ Խնդրեմ սկսեք։ Թատրոն։ Դուք սիրում եք թատրոնը։ Ես ուզում եմ հարցնել։ Դուք սիրում եք թատրոնը։ Այնպես ինչպես ես։ Այսինքն ձեր հոգու ամբողջ զորությամբ, այն խանդավառությամբ, ինքնամոռացությամբ, որին ընդունակ է միայն բարվրուն երիտասարդությունը, գեղեցկության անդավաճան երկրպագում։ Ավելի լավ է ասել։ Կարող եք դուք չսիրել թատրոնն աշխարհում ամեն ինչից շատ։ Միթե թատրոնը մշտապես չի խթանում ձեր զգացմունքները։ Եվ ամեն ժամանակ, ամեն հանգամանքներում չի կարող հուզել ձեզ, բորբոքել ձեզ, ինչպես փոթորիկը վերεχոյացնում ավազը,
Արաբիայի անապատներում։ Թատրոնը դա մի տաճար է, արվեստի սրբազան մի տաճար, որտեղ մտնելիս դուք վարկենաբար կտրվում եք հողից, մորանում առօրյա ձեր հոգսերը, այստեղ ձեր սառնաշունչ եսը կանյանա և կմյանա սիրով ոցավարվող եթերին։ Եթե ձեզ տանջում է այն միտքը, որ կյանքը դժվարին սխրանք է, իսկ դուք անզոր եք, այստեղ կմոռանաք այդ։ Եթե երբևէ ձեր հոգին փափակել է արթեցում և սեր, թատրոնում այդ փափակը կբռնկվի նոր, անսանձելի ուժով։ Եթե երբևէ ձեր վառ երազներում հայտնվել է հմայիչ մի պատկեր, որն այժմ մոռացված է, ինչպես անիրական թովիչ մի երազ, թատրոնում այդ պատկերը նորից կհայտնվի ու կնայի ձեզ անասելի տխրությամբ ու անսահման սիրով լի հայացքով։ Չմոռանաք թատրոնը, ապրեք և մեռեք թատրոնում, եթե կարող եք։ Ես ձեզ շատ եմ խնդրում, մի անգամ էլ լսեք իմ քրոջը։ Դա Բելինսկու հոդվածն է։ Խնդրեմ մոտեցեք սեղանին, աթվորվեցեք ձեզ հետ։ Ինչպես է ձեր անունը։ Նադեժդա։ Նադեժդա։ Քանի տարեկան եք։ 26։ Աշխատում եք։ Աշխատում եմ նավահանգստում, սովորում եմ շինարարական տեխնիկումում։ Երբ ավարտեք ստուդիան, 30 տարեկան կլինեք։ Այդ մասին մտածել եք։ Ես ընդունելու միտք չունեի, ես եկել եմ քրոջս հետ, որպես Դե ուրեմն շնորհակալություն։ Առայժմ կարող եք գնալ։ Հաջողություն։ Հաջողություն։ Ահա թե ինչ ասել է անհատականություն։ Ուրեմն իրավացի էի։ Ոնց էլ չի վախեցել սիդ է արել։ Ես ասում եմ քույրն եմ, թողեք նրա փոխարեն ես ամեն ինչ պատմեմ։ Զվարճալի է, զվարճալի։ Դուք աղջիկներ ներեցեք, որ չեմ վշտանում, բայց այս բոլորը շատ զվարճալի ստացվեց, հա։ Այո, իրոք զվարճալի ստացվեց։ Ես չկարողացա, իսկ Նադյան մտավ, բոլորին զարմացրեց։ մտքովս էլ չեր անցնում։ Եթե ինձ առաջ այդպիսի բան ասեին, երևի ես էլ ծիծաղեի։ Անհավատալի է։ Ինչ որ անհատկանալի բան է կատարվում ինձ հետ։ Դա լավ չէ։ Այս ամենը շատ զարմանալի է։ Ուրեմն իմ մեջ ինչ-որ բան կա։ Դա պարզապես ծիծաղելի է։ Այո, Նադյուշա, ուրեմն հիմա դերասանուհի կդառնաս, բայց հարկավոր է ճիշտ կողմնորոշվել։ Դու ինչ ես անելու, հա? Պարելու ես թե երգելու։ Վաչելնի, եթե բալետ կնայի, քո կազմվածքով շատ հետաքրքիր կլինի պարել փոքրիկ կարապների պարը, հա? Հուսով եմ տեխնիկումը չես թողնի, հա? Եվ ինչու, կարելի է համատեղել ֆիզիկական և մտավոր աշխատանքը։ Իհարկե կթողնի։ Գրիր, տաղանդավոր, դու քո խոսքն ասել ես։ Որ միայն խելագարը կարող է այդ անսպասելի հրաշքից հետո հրաժարվել։ Մի խոսիր, լուսիր, իսկ գուցե ես էլ բախտս փորձեմ բեմի վրա, հա? Ռոմանսներ կերքեմ, ծաղիկներով կզարդարեմ մեր անկյունը։ Նադյա, ինչ եղավ Նադյա, ինչ եղավ Նադյա, դե բավական է Նադյա, Նադյուշա, միթե դու կարող ես լրջորեն մտածել այդ ինչու չմտածի։ Լավանցվիր, Նադյուշա, բավական է, դե հերիք է, լացմի լինի, կավարտես տեխնիկումը, կգնաս ուր կուզես, թեկուզ վրացական անսամբլ, 2 տարի հետո դու կունենաս մասնագիտություն, կունենաս նյութական բազա, կունենաս ամեն ինչ։ Դա դեռ բոլորը չէ։ Սովորել ես վիճել, սովորի դարակներ կարդալ։ Նադյուշա, չկարծես, որ ես քո թշնամին եմ, որ ես դեմ եմ։ Ոչ, ամենևին, դուք ինքներդ ասացիք, որ ձեզ փառք պետք չէ։ Դու կարող ես ընդունվել ինքնագործ խմբակ, ժողովրդական թատրոն։ Եթե քո մասին չես մտածում, քրոջդ մասին մտածիր։ Ոնց պիտի երկուսովդ մի թոշակով ապրեք։ Ինչ է նա այլևս ինստիտուտ չի ընդունվելու և պիտի գնա աշխատելու, կամ գուցե ինձ վրա է կույս դրել։
Խնդրեմ, ինձ համար դուք ամեն ինչ եք, բայց ես արդեն ծերացել եմ, շուտով թոշակի կգնամ, չգիտեմ, գուցե իրավացի չեմ։ Չէ, Քյորիմիձը, ցավոք սրտի իրավացի եք։ Դե, հավանում ես։ Չեմ հասկանում, ինչպես համաձայնվեցի։ Այո, Մարդը գալու է հատկապես այդ նպատակով։ Գալու է քեզ տեսնելու։ այո, Ես չէի կարողանա։ այո, 2 տարի առաջ, երբ աշխատում էի նավահանգստում և պաշտում արվեստը, ես էլ չէի կարողանա։ Իսկ հիմա ուրիշ է, հիմա ես մեծացել եմ արդեն։ Այո, բավականին մեծացել, հիմա կարող եմ։ Հիմա ինձ համար հեշտ չի ամուսնանալը, եթե կինը տպավորիչ և ազդեցիկ չէ, նրա վրա ուշադրություն չեն դարձնի։ Վերջապես հասկացա։ Իհարկե, ամուսնանում են համեստ մարդու հետ։ Հա? Ինչ? Ոչինչ։ Ինչու ես շպարվել։ Ժամանակն է։ Իսկ քեզ այդ պետք չէ։ Չափիրտակությունը։ Հիվանդության պատճառը կիրելն է։ Հուսով եմ քեզ համար դաս կլինի։ Կարծում եմ, որ երբ տարբեր ինստիտուտներ գնաք, նա քեզ հանգիստ կթողնի։ Հիշում ես քո խոստումը։ Հիշում եմ։ Եթե նա նորից սկսի հետապնդել, ինչ կանես։ Կվռնդեմ։ Եվ ինչ։ Այդ տղան հիմարի մեկն է։ Նրա պատճառով քիչ մնաց զրկվել իր կյանքից։ Հանուն ինչի։ Կարևոր մեծ գործի համար չէր, ոչ էլ հարազատ մարդու, այլ հանուն հիվանդոտ ինքնասիրության ու պարտենկոտության։ Այո։ Եվ ես առանց քեզ ինչ պետք է անեի։ Միթե այդ մասին չմտածեցիր։ Թող կորչի։ Զբաղվիր հասարակական աշխատանքով։ Կարծես թե ոչինչ։ Այսպես այնքան էլ վատ չէ։ Փեսոտուն եկավ։ Բաց արա։ Հիվանդ ես։ Հիվանդ է։ Ինչպես է անցնում ժամանակդ։ Ինչ վերաբերում է թատրոնին, գնում եմ կինո։ Դա ինչ գիրք է։ Մասնագիտական։ Այդտեղ է գրած քո մասին։ Այո, 37-րդ էջում։ Այ, վերջում։ Համար 5 բանաձևի լրացուցիչ անդամի արտահայտման այս պարզ ձևակերպումը տվել է ուսանող Կ.Ա. Բոդիշևը։ Ինչ լավ է, որ գիրքը պատահաբար բերել ես։ Ինչպես է Կոլեն։ Առողջանում է։ Իսկ Իգորը։ Պարկած է, վերան լավ է, ամեն ինչ կարգին է։ Ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է։ Ամեն ինչ բարի հաջող վերջացավ։ Իսկ եթե բարի հաջող չվերջանար, ինչ պատասխան կտա իր Կոլյայի մորը։ Ինչ պատասխան կտա իր ինձ։ Փորձանքից խուսափելու լավագույն միջոցը տնից դուրս չգալն է։ Կյանքն ինքնին փորձանք է։ Ոչինչու։ Կարելի է վտանգի ենթարկել կյանքը, բայց հանուն ինչ-որ նպատակի։ Իսկ դուք չի գնում որևէ բան տեսնելու նպատակով։ Ձեզ համար գոյություն չուներ բնությունը, ձեզ համար գոյություն չունեին ընկերները, նրանց առողջությունն ու կյանքը։ Դուք անհոգությամբ առաջ էի գնում անտարի, տունդրայի միջև որ միտեղ հասնեք։ Ուր, ինչու։ Ռիսկը սանձահարում է բնության ուժերը։ Դու խաբեցիր թե լավ գիտես ճանապարհը։ Գիտեի, որ այդ ճանապարհով ոչ ոք չի անցել։ Դա քեզ դուր էր գալիս։
ուզում ապացուցել։ Որ ես մեղավոր եմ։ Ես այդ գիտեմ։ Դուք ուզում եք ինձ պատժել։ Այդ դեպքում խնդրեմ, ասացեք ինչ մտածում եք։ Միևնույն է, դուք ավելի չեք պատժի, քան ես եմ պատժել ինձ։ Այդպես։ Ուրեմն դուք պատրաստ եք արդարացնել։ Ամեն բան ինչ էլ որ նա անելու լինի։ Պարզ է։ Դե շուտ Կիրիլ, հեռացիր այստեղից։ Ինչու եք դուրս անում նրան։ Կիրիլ չգնաց, դու ինձ մոտ ես եկել։ Նադյա ասա, որ հանգիսողն է նրան։ Ես սրան ինստիտուտից էլ կվռնդեի։ Հեռացիր այստեղից։ Նաջեշտա ասա թող գնա։ Դու քրոջդ դաստիարակել ես ուզածիդ պես եւ ահա արդյունքը։ Ասա նրան, որ Լիդային հանգիստ թողնի։ Հետո կհամոզես, որ ես իրավացի եմ։ Կիրիլ, թող նրան։ Լավ։ Ես գնում եմ։ Եվ ձեր հանգստյան համար կարող եմ խոսք տալ, որ այլևս ինձ այստեղ չեք տեսնի։ Ես ձեր քրոջը հանգիստ կթողնեմ ընդմիշտ։ Եվ դա լավ կլինի։ Այս ինչ արեցիք, չէ որ նախեց, նա կարող է իսկապես ընդմիշտ երես տեկել ինձնից, ախր դուք ինչ գիտեք, դուք ամենևի ոչինչ չեք իմանում, 10-րդ դասանում սովորելիս նա միամիտ սպասում էր ինձ դրա մոտ և ամաչում էր ինձ մոտենալ։ Դա մանկություն էր և անցավ, այլևս չի վերադառնա, իսկ հիմա ինչպիսին է և դեռ ավելի կփշանա։ Փառասիրությունը հանգիստ չի տա նրան, հիմա զարմացնում է բոլորին, տեսաք ինչպիսին եմ, իսկ երբ մարդիկ դրագին իմանան, ինչ է անելու, դե, հերիք է, վերջացրեք, Վոլոդյանը։ Ահա նույն ինքը Վլադիմիր Լվովիչը, որն ուզում էր քեզ հետ ծանոթանալ, սա էլ մեր Նադյան է։ Միայն թե չվախեցնես նրան, նա համեստ մարդ է։ Նստեցեք։ Նստիր։ Թեյ կուզեք։ Շնորհակալ եմ, Չարժե։ Իսկ հիմա որևէ բան պատմեք։ Ինչ պատմեմ։ Ապրում ու աշխատում եմ։ Ավելի լավ է դուք պատմեք։ Դուք մեծացել եք մանկատանը, դա հետաքրքիր է։ Հետաքրքիր ոչինչ չկա։ Չեմ ուզում հիշել այդ մասին։ Բայց դուք հերոս աղջիկ եք։ Փոքր հասակից փնամել եք ձեր քրոջը։ Իմ կյանքում դժվարություններ չեն եղել։ Ապրում եմ, աշխատում։ Ապրում։ Ահա, ուրեմն պատմեք։ Ինչ պատմեմ։ Ինչպես եք ապրում։ Ավելի լավ է դուք պատմեք։ Դա հետաքրքիր կլինի։ Բայց նա ամաչում է։ Ես գնամ թեյ դնեմ։ Շնորհակալ եմ, պետք չէ։ Այդ դեպքում ես չգիտեմ։ Բայց դուք խոսելու շատ նյութ ունեք, կինոնկարներից, գրքերից, միայն թե մի քաշվեք, դե, նստեք։ Դուք կարդացել եք Աշուրայի արտում։ Ոչ։ Գիտեք, վերջերս կարդալու ժամանակ չունեի։ Այո։ Ցերեկն աշխատում էի, երեկոյան սովորում։ Կիրակի օրն ինչ-որ գիրք կար ձեռքին։ Կիրակի օրը։ Այո։ Երևի եղելություն եւ խոհեր։ Ոչ, թեթև գիրքեր, մի ամաչի, ասա։ Դուք ասացիք աշխատել եւ սովորել։ Այո։ Պատմեք այդ մասին, երևի դժվար էր։ Ահա։ Սովորել եմ։ Ուրեմն սովորել եմ։ Դե ուրիշ ինչ պատմեմ։ Ես ավելի լավ է թեյ դնեմ։
Լսիր հանգիստ թող նրան քոթեյով։ Ինչու է գոռում ինձ վրա։ Որովհետև անճարակ աղջիկ է։ Իմ անճարակ հյուր է եկել։ Տանտերին նախ եւ առաջ պետք է հյուրասիրի նրան թեյ առաջարկի։ Ընդունված կարգ է։ Դիմիտրի Պետրովիչ, հարկավոր չէ։ Ես կարող եմ թեյ խմել։ Դե լավ։ Լավ։ Նորից սկսենք։ Ինչ սկսենք։ Ամեն ինչ։ Նադեժդա ուշքի եկ։ Ներեցեք հետաքրքրությանս համար։ Դուք որտեղ եք աշխատում։ Ես աշխատում եմ Դիմիտրի Պետրովիչի ղեկավարությամբ։ Պաշտոնես համեստ է, ինժեներ եմ։ Ինչու եք նվաստացնում ձեզ։ Ինժեներ ֆրանսերեն նշանակում է գյուտարար։ Ես այդ չգիտեի։ Այ այդպես խոսիր մի քաշվիր, նա շատ բան գիտի։ Էլի մի հարց, թեև անհամեստ։ Այո, խնդրեմ։ Ինչքան է ձեր աշխատավարձը, շատ հետաքրքիր է։ Դե ինչի՞դ է պետք նրա աշխատավարձ։ 120։ Առանց հավելումների։ Այո։ Ահա։ Ապրում եք հայրիկի մայրիկի հետ։ Ճիշտ այդպես։ Ունեմ առանցին սենյակ մեծ լուսամուտներով։ Ինչ լավ է։ Մեծ հարմարություն։ Բայց ես չունեմ այդքան փայլուն տվյալներ։ Աշխատում եմ որպես տեխնիկ շինարար։ Աշխատավարձս առայժմ 80 ռուբլի է։ Այդ ինչ չի հետաքրքրում։ Բայց ինչու դուք պետք է իմանաք։ Առաջ ես աշխատում էի նավահանգստում։ Առանց արտադրությունից կտրվելու ավարտեցի տեխնիկումը։ Ինձ համար այդ ամենը կյանքի դպրոց է։ Նա լավ տնտեսուհի է, լավ տնտեսուհի։ Պահանջներս ընդհանրապես մեծ չէ։ Այո, պահանջները մեծ են, մեծ են։ Որ կնոջ խելքը համեստության մեջ է։ Այո։ Պատկերացնում եք, երբ ծանոթանում են ինձ հետ, առաջին տպավորությունն այն է, որ համակրելի աղջիկ եմ։ Ախտուով եմ, թերասում եմ, որ իբր ժամանակակից չեմ, բայրենի եմ, բայց հետո սկսում են հասկանալ, որ իմ սիրտը շատ բարի է։ Հա, ես մի թերություն ունեմ, տարիքս։ Դա այնքան էլ Տարիքով եմ, հասկանում եք, տարիքով։ Այդ մասին այլևս չխոսենք։ Բայց ես իհարկե առաջին պատահածի հետո չեմ ամուսնանալու։ Մի ներկայար հավանում էր ինձ։ Գյուղում էլ լավ տնտեսություն ուներ։ Նա ինձ առաջարկություն արեց, բայց ես նրա հետ չամուսնացա, որովհետև ինձ համար ամենակարևորը մարդն է։ Վայ։ Մենք ես շարունակ գործեր, հագործեր։ Ուզում եք երգեմ ձեզ համար։ Երգիր։ Դռնակ։ Ռուսական հին ռոմանս։ Лишь только вечер затемнится синий, лишь только звезды зажгут небеса, и черемух серебряный иней жемчугами украсит роса. Отвори потихоньку калитку и войди в тихий сад, как тень, но только не забудь потемнее накидку, кружева на головку надень. Հիմա ինչ անեմ։ Ուզում եք բարեմ ձեզ համար, կարող եմ բարել։ Կպարեմ։ Կպարեմ։ Վոլոդյա, դուք եք այստեղ։ Ավելի հարմար կլինի, խիստ։ Oh, the shark face has such teeth, yeah, and it shows them pearly white. Just a jackknife has old Mackie's face, and he keeps it way out of sight. You know when that shark bites with his teeth, babe, scarlet billows start to spread. Fancy gloves, though, where's old Mackie's face? So there's never a trace of red. Now on a sidewalk, Sunday morning, lies a body who's in life. Someone sneaking around the corner. Hey, could that someone knock the knife? Now there's a tugboat boat down by the river, don't you know? Where a seaman's bag is drooping on down. Yes, you know that seaman. It's for the weight phase. Hey, Bible, get your 10 magnums down. He spins like a sailor. Hey, could he
looking down. Ուշադրություն մի դարձնի։ Առաջին անգամն եմ տեսնում նրան բարելիք։ Վերջ, գնացեք։ Ինչու։ Դուք մի անգամ այն լավ կատարեցիք։ Դա շատ զվարճալի էր։ Միթե դուք չեք կարող դες համար աղջիկ գտնել, որ ծանոթանում եք այս ձևով։ Ինչը շատ եք ամաչում, հա։ Ոչինչ, հենց որ մեկին հավամ եք այլևս չեք քաշվի։ Իսկ ես արդեն չեմ քաշվում։ Գուցե վստահ չեք ձեզ վրա եւ կարծում եք ինձ հետ ավելի հեշտ է։ Ինչ հիմարություն։ Ինչ հիմարություն։ Վալոդյան ցանկանում էր քեզ հետ ծանոթանալ։ Որտեղ կարող էր քեզ տեսնել։ Նավահանգստում։ Տուն էլ չէր կարող գալ հենց այնպես առանց արիթի։ Ինչպես պիտի ճանաչեր քեզ։ Ճանաչեց։ Տեսություն։ Ներեցեք խնդրում եմ։ Գուցե թույլ կտաք կրկին այցելել։ Չարժե։ Դե ներեցեք այցելության համար։ Դատարկ բան է։ Վալոդյա, ներիր խնդրում եմ։ Ես հիմա կարգում եմ։ Միասին կգնանք։ Ինչ սպասիր խնդրում եմ։ Ես այստեղ գրող տանի։ Սրանց դες։ Լա, ես ձեզ ցույց կտամ։ Լա։ Այդ լալալայի վերջը կտեսնես։ Սպասիր։ Ինչ հիմար պատմություն։ Ծիծաղելի է, չէ։ Ինչու կարծեմ դու նրան դուր եկար։ Դու չնեղանաս Կիրիլի համար, ես կարծում եմ, որ այդպես լավ կլինի։ Գուցե լավ կլինի։ Քերին էլ այդպես է կարծում։ Գուցե նա իրավացի է։ Ես քո վատը չեմ ցանկանում, դու հավատում ես ինձ։ Հավատում եմ։ Ես ուզում եմ, որ ես չանեք լինես։ Գուցե ես ոչինչ չգիտեմ, գուցե ոչինչ չեմ հասկանում, այդ դեպքում ներիր ինձ։ Ինչու հիմա ամեն ինչ այսքան բարդացել է։ Հիշում ես ինչպես էինք ապրում մանկատանը։ Ափսոս, որ ոչինչ չես հիշում։ Այնտեղ ապրում էին կոմունիզմի ոգով։ Մի անգամ դասերակները նկատեցին, որ ճաշարանում նարինջի կեղև չկա։ Պարզվեց, որ մեծերը չեն ուտում, պահում են փոքրիկների համար։ Հիշում ես, որ կոլեկտիվը վատ տրամադրության մեջ էր, ընդհանուր ժողովի էին կանչում։ Մի անգամ դու փողոցում վայր ընկար, հիշում ես, ուղիղի ցնցում ստացար, մեծ տոնի նախորեին էր, մանկատան տարելիցի նախորեին։ Եվ խորհուրդը որոշեց տոնահանդես չանել։ Չի կարող մի տան մեջ եւ վիշտ եւ ուրախություն լինել։ Հերթապահություն սահմանեցին։ 3 ժամը մեկ առողջության տեղեկագիր։ 14 օր ուշաթափ էր։ Առաջին խոսքը եղավ Լորա Մրկի եմ ուզում, ռադիոն հաղորդեց, Լորա Մրկի է ուզում։ Բոլորը շնորհավորում էին միմյանց։ Որոշում ընդունեցին։ Աշխատավարձի 10% պակիվադրել բժշկին։ Դիմավորեցին նվագախմբով։ Իսկ ծննդյան օրեր ամենամիս նշում էինք Լիդա, Լալա, Լինա, Լուլա, բոլորինը միասին։ Ինչ տարբերություն։ Ասում են մենք ծնողներ չունենք։ Մենք պատերազմի զավակներ ենք։ Ամբողջ ժողովրդի։ Դուրս բերեցին դրոշները։ Մենք կանգնեցին դրոշների տակ։ Միթե երբեք մեր կյանքում այդպիսի օրեր չեն լինի։ Միթե չեն լինի։ Խնդրեմ։ Անպետք չկա մուտք է։ Եվ ում են պետք այսպիսի լամպերը։ Գնանք։
Գնանք։ Ոչինչ, ուշադրություն մի դարձրու։ Շատ վատ է մշտապես տրտում լինել առանց որևէ պատճառի։ Լավ, դու ինչ ցավ ունես։ Իմ արյան ճնշումը ցածր է։ Հիմա կբարձրանա։ Տես ինչ եմ բերել քեզ համար։ Քո տված բոլոր հինգանոցները պահել եմ, ինչպես բանկում։ Վերցրու։ Քյուրիմիջա, ես ես վերադարձնելու նպատակով չէի տալիս։ Մենք ձեր արածի դիմաց շատ ենք պարտական։ Վերցրու։ Սա քո օժիտի համար է։ Ինչ շատ փող պետք չէ։ Միայն բարյացական վերաբերմունք լինի։ Ցավն այն է, որ ես չունեմ իմ սեփական երեխաները։ Սկզբում վախենում էի, որ շուտ է։ Իսկ հետո վախեցա, որ ուշ է։ Վերջում էլ այդ հարցը փակվեց։ Մեկ ընդմիշտ։ Ինձ մնաց սիրել ձեզ։ Դուք ոտքի կանգնեցիք։ Ես գալիս եմ ձեզ մոտ եւ ուրախանում։ Ինչու եկար։ Գնացի մեր տուն, իսկ տանը ոչ ոք չկար։ Կիրիլ, հարգանքների սավաստիկը։ Մենք կգնանք զբոսնելու։ Ինչ զբոսանք։ Ինչպես ես դիմավորում հյուրին։ Իսկ մենք նրան բաց չենք թողնի, հա։ Կիրիլ, ներս արի։ Բայց ինչու մենակ ես եկել։ Ինչու կնոջդ չես վերել քեզ հետ։ Եթե հետևյալ անգամ նրա հետ չգաս, մենք չենք ընդունի քեզ։ Կաշխատեմ։ Լսիր Կիրիլ, դու որ կուրսում ես 4-րդում եւ տպագրված գործեր ունես, սքանչելի է։ Նրան շատ չգովեք, թե չէ երես կառնի։ Ահա։ Քյուրիմիջա, գնանք։ Ուր պիտի գնանք։ Ես նոր եմ եկել։ Նադյա, մենք գնում ենք։ Դուք նստեք։ Շքամուտքում կսարեք։ Եթե ուտել ուզեք ճաշ կա։ Իսկ նրանք ինչու պետք է սարեն շքամուտքում։ Ես ոչինչ չեմ հասկանում։ Հետո կհասկանաք։ Ամենայն դեպս։ Ձանձրալի է։ Ձանձրալի է։ Դու լավ։ Գուցե մենք խափում ենք մեզ։ Իհարկե մենք պետք ենք իրար։ Երբեք չհանդիպել թերևս չենք կարող։ Եվ որպեսզի չբաժանվենք, չկորցնենք իրար, շտապում ենք ասել սիրում եմ։
Իսկ դա սեր չէ։ Գուցե դա ավելի լավ զգացում է։ Երևի դեռ անուն չեմ գտել դրա համար։ Դու համաձայն ես ինձ հետ։ Ոչ։ Առաջ այդպես չէր իհարկե, դու ինձ սիրում էիր, ես գիտեմ, բայց հիմա բոլորովին այլ է։ Երբևէ մենք մտաբերենք ու կծիծաղենք։ Դու բան ասացիր։ Ոչ։ Բայց դու ոչ մի մեղք չունես։ Քեզ այստեղից դուրս արեցին։ Դու գնացիր, ծանոթացար ինչ-որ մեկի հետ, նա քեզ հասկացավ։ Եվ բնական է, ամուսնացար։ Հիմար վիճակ է։ Ես ատում եմ սուտը և երբեք չեմ ստել։ Հիշում ես դրա համար դպրոցում հիմար վիճակի մեջ էի ընկնում և հանկարծ սկսեցի սիստեմատիկորեն ստել և ոչ էլ ստել, ինձ ոչինչ չեն հարցրել։ Երկվություն անտանելի է, զզվելի է, ես ուզում եմ աղաղակել, մեղավոր եմ, արժանի եմ կախվելու, բայց ինչ արած, ես չեմ կարող երկրորդ կյանք հուսալ, այն չի լինելու։ Ոչինչ, մենք երկուսով ենք, երկուսով հեշտ է, միայն պետք է միշտ հիշել, որ երկուսով ենք։ Մենք կարծում ենք դու գոռոզացել ես, մոռացել ես մեզ։ Տեր Աստված, ինչքան փող ես ծախսել, օղին էլ ստալիչնի է, ինչու։ Մոսկովյան էլ վատը չէ, չէ՞ Ֆեդա։ Իհարկե։ Իսկ այդքան փողը քեզ որտեղից, խոստովանիր։ Շահել, մեզ գնալ։ Մեզ։ Մի շաբաթ կարող եմ քեզ անել։ Քեզ անել, իսկ հետո։ Հետո էլ կմտածեմ հետո։ Ինչ է ճիշտ ունես։ Այդ էլ կա, որն է։ Քույրս։ Դրա ուզում եք երկեմ դեսանա։ Я была девушкой юной, сама не припомню когда. Я дочь молодого драгуна, и этим родством я горда. Трубили гарнисты беспечно, и лошади строили зря. Мне полюбился, конечно, с барсучим султаном солдат. Աղջիկներ, ինչքան կարոտել էի ձեզ։ Եվ ինչպես կարող էի չգալ ձեզ մոտ այսքան ժամանակ։ Գիտեք, միակ բանը, որին ընդունակ եմ ընկերությունն է։ Դեսրեք խմենք։ Խմենք։ Խմենք ընկերության կենացը, հանդիպման, բոլորդ խմեք այս կենացը։ Ողջ առողջ լինեք։ Խմենք։ Նիհարել ես։ Այո, շորը հակից ես ընկնում է։ Նախ մյուսիցս, հետո մյուսից, կամ երկուսից միասին։ Մտածմունքներ ունես։ Ունեմ։ Այսօր հաշվեցի, 5 մանր մտածմունք, մի խոշոր։ Ագահություն է անում, փող է հավաքում օժիտի համար, միևնույն է կախադուհուն ուզող չի լինի, իսկ ձեր ինչ գործն է։ Ես էլ եմ, ինչ գործ ունեմ։ 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 Ես էլ եմ, ինչ գործ ունեմ։
Նադյա, դե ասա նրանց, թող ինձ կախարդուի չանվանեն, ես անուն ունեմ։ Հանգիստ թողեցնել այն։ Դուք սխալվում եք, նա շատ լավն է։ Недаром он шел с барабаном, представлен драгунским полком. Мундир полыхает пожаром, усы палашами торчат. Недаром, 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 недаром тебя я любила, солдат. Наденька, երկի քանդեր պատը չեն թագել, երկի։ Но мира Ցավալի է։ Ամբողջ կյանքս մտածել եմ նախ քրոջս մասին, հետո իմ մասին։ Եվ նրա համար ամեն ինչից հրաժարվեցի։ Նա հիմա մեծացել եւ սիրաբանում է ամուսնացած մարդու հետ։ Քիչ մնաց դերասանուհի դառնայի։ Քննություն հանձնեցի, բայց հետո չգնացի։ Եվ ամեն ինչ հիսուր անցավ։ Ամեն ինչ անտեղի։ Но миром кончаются войны, и по миру я побрела. Голодная с дрожью запойной в харчевне под лавкой стола. На рынке у самой дороги, где нищие рядом сидят, с тобой я столкнулась безрукой, безногой и рыжей стал. Ես չգիտեմ, գուցե չարչարանքսի զուր է, ով շատ եծեքտում նրան միշտ մի բան պակասում է։ Այ օրինակ, մի բույս կա, խորդենի։ Ծաղկելու համար նրան պետք է լուսավոր, փոքր եւ տաք մի սենյակ, եւ ուրիշ ոչինչ։ Հասկանում եք, ուրիշ ոչինչ։ Գուցե այդպես պետք է ապրել, այդպես չի կարելի։ Այդպես չի կարելի։ Դուք մարդ եք, լույս աշխարհ եք եկել, ձեզ հարցնում են, ով եք դուք, ինչ եք ցանկանում, հարկավոր է բարձրաձայն պատասխանել, իլուրանեն չի, ահա թե ով հայտնվեց, ուղղակի հազվադեպ մի մարդ։ Կարծում եք։ Վստահ եմ։ Ուղղակի կգնամ թատրոն։ Եվ կասեմ ընդունեք ինձ։ Փող պետք չէ, ես կխաղամ անվճար։ Դե ինչու անվճար։ Կընկնեմ նրա ոտքերը։ Ընկերներ ինձ դուք չեք մոռացել ինձ։ Խնդրում եմ լսեք ինձ։ Նայեք իմ խաղը մի անգամ էլ, լսեք։ Միայն թե դուրս չանեք։ Ես գիտեմ, որ հայտնություն չեմ լինի ձեզ համար։ Տարիքս արդեն այն չէ։ Մասնագիտական կրթություն չեմ ստացել և մեծ պահանջներ էլ չունեմ։ Միայն խնդրում եմ ինձ դուրս չանեք։ Խնդրում եմ ինձ տուն չուղարկեք։ Լավ։ Բարի խոսքը կած լինել հաճելի է։ Ջայել ժամանակ զբաղվում էի լուսանկարչությամբ, բայց ես ինժեներ եմ։ Հիմա տեխնիկայի դար է, դրա հետ պետք է հաշվի նստել։ Իսկ մնացածը խնդրեմ, ազատ ժամերին։ Բարի խոսքը կած լինել հաճելի է։ Ճախրեց ու նստեց։ Մեծ դերն է, փոքրն է։
թատրոնում նույն չափ կարևոր են։ Այո։ Եթե այդպես է, ինչու քեզ մեծ դեր չեն տալիս։ Տարիներն անցնում են, արդեն երեխա չես, կամ գուցե կարծում ես, որ 200 տարի կապրես։ Բարի խոսքը կատվին էլ հաճելի է։ Լավ դու էլ, բարի խոսքը կատվին էլ հաճելի է։ Դու խոսեցիր Լիդայի հետ։ Ոչ։ Երկար պիտի այսպես շարունակվի։ Ինչու եք ինձ հարցնում։ Դու նրան պետք է տուն չթողնեիր։ Ինչ տարբերություն թե որպես կհանդիպեն։ Տարբերություն կա։ Ուր ուզում են, բայց ոչ այստեղ։ Բացարա, Ռոմեոն և Ջուլիետը ժամանեցին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Կիրիլիկինն եմ։ Շատ հաճելի է։ Ճիշտ ժամանակին էր։ Ես ուրախ եմ։ Շատ տարօրինակ է։ Դուք Լիդայի քույրն եք, Նադեժդա Գյորգիևնան, այո։ Ես գրահեցի, ծանոթանանք։ Ինձ համեր գիտոմցեր առաջարկեցին, ժամն անցնում է, իսկ Կիրիլը չկա։ Ես գիտեմ, որ նա հաճախ է գալիս այստեղ, բայց տեսնում եմ, որ իդուրան հանգստացրի ձեզ։ Եթե թույլ կտաք, ես մի քիչ կնստեմ, շունչ կառնեմ, դժվարության բարձր։ Իհարկե, խնդրեմ։ Նստեք։ Շնորհակալ եմ։ Արդյոք տոմսերն այստեղ են։ Այնքան ծրված եմ, որ գործնում եմ ամեն ինչ։ Դրան բանալին, գրադարանի գիրքը։ Տետրերի հարցն ինձ համար չլուծված պրոբլեմ է։ 3 դասարան տարա ուրիշի տետրեր։ Ես աշխատում եմ դպրոցում։ Եվ տետրերն ուղղակի կլանում են ժամանակս։ Այսօր հետաքրքիր սերունդ է աճում։ Նույնիսկ փոքրերը հումորի զգացում ունեն։ Ուսուցիչները լուրջ մարդիկ են, իսկ աշակերտները զվարճասեր։ Այստեղից ֆիլարմոնիա 15 րոպեում կհասնենք, ասենք, ես առանց Կիրիլի մեկ է չեմ գնա։ Մի օր մենակ գնացի կինո, քիչ մնաց զանգրույթից մեռնեի։ Իսկ Կիրիլը հաճախ թողնում է ինձ բախտիկ մահաճույքին։ Դուք շատ ուրախ աղջիկ եք։ Դա այսպիսի մի լեգենդ։ Թավերնանը պաշարում է մի քաղաք, ուղարկում է սուրհանդակներ, պանջում է մի տոպրակ ոսկի, տալիս են։ Նորից է ուղարկում։ Վերադառնում են դատարկատեր։ Ներկիչները լաց են դինում, ասում են էլ ոչինչ չունեն։ Դե եթե լաց են դինում, ուրեմն դեռ ունեն։ Իսկապես, էլի են հավաքում։ Այդ ժամանակ Թամերլանը հարցնում է ինչպես է նրանց տրամադրությունը։ Ծիծաղում են, երգեր են երգում։ Դե քանի որ ծիծաղում են, ուրեմն իսկապես ոչինչ չի մնացել։ Ակեր, ինչ արած, համերգի զրկվեցի, գուցե լավն էլ դա էր։ Գնամ տուն, կզբաղվեմ տետրերով։ Ուրեմն ցտեսություն, ցանկանում եմ ամենայն հաջողություն։ Սպասեցեք։ Գիտեք ինչ շուրա։ Կիրիլն իսկապես վերջերս հաճախ է գալիս մեզ մոտ։ Նաև Լիդան ընկերներ են դեռ դպրոցական նստարանում։ Գիտեմ։ Դուք չեք հասկանում, մեր հարաբերությունները բավականին ազատ են։ Ես ինքս հազվադեպ եմ տեղ գնում եւ հիմարություն կլիներ ստիպել, որ նա կարճի իմ փեշից։ Ես կարծում եմ, որ Կիրիլն այլևս այստեղ չի գա։ Նա վիճել է Լիդայի հետ։ Ինչ արած, բոլորն էլ վիճում են։ Ոչ, ինձ թվում է, որ նրանք այլևս չեն հաշտվի։ Դա ճշմարիտ է։ Այդ մենք ենք։ Համբիր։ Համենայն դեպս սրանից հետո նա ոտք չի դնի մեր տունը։ Մի զարմանա։ Իննասպասելիորեն ֆիլարմոնիայի 2 տոմս տվեցին։ Մտածեցի, որտեղ կլինես։ Դրա համար վազեցի այստեղ եւ վախեցրի Նադեժդա Գյորգիևնային։ Հիմա միևնույն է, ուշացել ենք։ Գնամ տուն զբաղվեմ տետրերով։ Ներեցեք անսպասելի այցելության համար։ Իսկ դու մնա այստեղ, հանգստացիր։ Ես վազեցի։ Կներեք, որ ձեզ անհանգստացրի։ Գնա նրա հետ։ Ես կվերադառնամ։ Վաղը։ Ոչ։ Լավ հետո։
Այլևս նա մեզ մոտ չի գա։ Վաղը դուք հրաժեշտ կտաք իրար։ Ոչ մի դեպքում։ Դա երկուսիս համար է ծանր կլինի։ Ավելի վատ կլինի կնոջ համար։ Կիրիլը նրան չի դավաճանել։ Ինձ է դավաճանել։ Իսկ հիմա վերադարձել է։ Լիդա, այդպես չի կարելի։ Կարելի է։ Ես փորձեցի ապրել ձեր ասածով եւ չստացվեց։ Հիմա ապրելու եմ իմ խելքով։ Դու ցանկանում ես ապրել անշուք ու համեստ։ Որպեսզի ես էլ ապրեմ անշուք ու համեստ։ Մենք մժղներ ենք, անզոր մժղներ։ Այդ դուք վռնդեցիք Կիրիլին, նա ոչ մի մեղք չուներ։ Այստեղ նրան չհասկացա, նա էլ գնաց, ծանոթացավ այդ աղջկա հետ եւ նա նրան հասկացավ։ Ես երբեք չպետք է լսեի ձեզ։ Ես պետք է վազեի նրա ետևից, ես չթողնեի, որ նա գնա։ Ստիպված եմ այս անգամ արդեն չլսել քեզ։ Գիտեմ դու առաջնորդվում ես ողջամտությամբ, ճիշտ է, ոչ քո, այլ քերու, բայց դա ինձ երջանկություն չբերեց։ Գուցե քեզ բերեց։ Չգիտեմ։ Երբ քեզ ստուդիան ընդունեցին, դու չգնացիր։ Ողջամտությունն այդ էր պահանջում։ Եվ ինչ շահեցիր։ Մայի խոսքը կատվինել է հաճելի, դա էր քո իդեալը։ Ես մեղավոր եմ։ Ես այդ գիտեմ վաղուց։ Ես իրավունք չունեմ քեզնից բան պահանջելու։ Խնդրեմ հանդիպիր և սիրիր նրան։ Ապրիր այնպես ինչպես կամենում ես։ Այդ ուր, պետք է գնամ։ Մի գնա, հիմա տանը մնա։ Բաց թող։ Ինչու։ Թվում է, թե նավարկում եմ ես։ Իսկ գլխիցս վեր անսահման կապույտ երկինքն է, ու ճախրում եմ մեկ սպիտակ թռչունները։ Կարող եք ասել ինչու։ Ինչու։ Ես գիտեմ ամեն ինչ։ Մարդը պետք է աշխատի։ Պետք է քրտինք թափի, ով էլ նա լինի։ Եվ միայն դրանում է նրա կյանքի իմաստն ու նպատակը, նրա երջանկությունը, նրա գոհացումը։ Սպասիր։ Գիտեք թե որն է ձեր թերությունը։ Այս դերը պետք է խաղալ կամ հայլուն, կամ չխաղալ։ Դուք ցավոք սրտի ընտրել եք երրորդ ճանապարհը, խաղում եք ճիշտ այնպես, ինչպես Շելունովսկայան։ Շելունովսկայան։ Եթե աչքերդ փակես, նայ։ Եվ դուք եկաք թատրոն, ես պաշտպանեցի ձեր թեկնածությունը։ Հիշում եմ։ Գիտեք թե դուք ինչ եք կորցրել։ Կարելի է ասել, որ դա մեծ բան չէ։ Կարելի է ասել, որ դա բոլորն է։ Անհատականությունը։ Անհատականությունը։ Այո։ Անհատականությունը։ Ինչու այդպես պատահեց։ Չգիտեմ։ Ինչպես վերագտնել, դժվար է ասել։ Ով հասկանա, թե դա ինչպես է արվում, կմտնի թատրոնի պատմության մեջ։ Հասկանում եք։ Հասկանում եմ։ Կարելի է պատմել Մանուշակի մասին։
Բայց մարդը կլսի անտարբեր։ Պետք է ցույց տալ այն։ Զգացնել բուրմունքը եւ ծաղիկը ընդմիշտ կհիշվի։ Այդ է որ ձեզ չհաջողվեց։ Տեղի չունեցավ։ Ես հասկանում եմ։ Թույլ տվեք մի հատված կարդալ Արբոզովի Տանյայից։ Իսկ որ դերն եք կատարելու։ Տանյայի։ Խելագարվել եք Տանյայի։ Ընդհակառակը ինձ թվում է։ Ոչ, իմ կարծիքով այդ դերը ձեզ հարմար չէ։ Ես կփորձեմ։ Կվատնեք ձեր ուժերը, ժամանակը։ Այդ ոչինչ։ Բայց հասկանում եք նոր անհաջողությունը ձեզ հունից կհանի։ Այդ ոչինչ։ Ես նախազգուշացրի։ Ուրեմն կլսեք։ Իհարկե կլսեմ, դա իմ պարտականությունն է։ Դա ճակատագիր է։ Ինձ սահմանված է այն էլ պիտի լինի մարդու համար։ Դա ճակատագիր է։ Ճիշտ ես արտասանում։ Դա ճակատագիր է։ Պետք է ասել հաստատ, վստահորեն։ Ինձ սահմանված է այն ես պիտի լինի։ Լիարդեն դա ճակատագիր է։ Բայց դու ոչինչ չգիտես։ Ոչ պիեսը, ոչ դերը։ Ինչպես կարող ես ինձ սովորեցնել, հա։ Ես չեմ սովորեցնում։ Ինձ միայն թվում է, որ դա պետք է արտասանել վստահ։ Ինձ սահմանված է այնն էլ պիտի լինի։ Փառք Աստծո, ես այդ բախտին չարժանացա։ Դա ճակատագիր է։ Քեզ մոտ է եկել։ Բարև։ Ներս արեք։ Ներս խնդրեմ։ Այստեղ արի, ես մակրել չասնում։ Դու մի անհանգստանա։ Նստի։ Նադյա, ես թատրոն էի եկել։ Ինչու ինչ ասացիր, ես կոնտրամարկակվերցնեի։ Ինչու։ Ես շատ հարմար տեղ էի նստել, տոմս էի արել մեկուհիսինով և նստել էի։ Հավանեցիր, հա։ Շատ, Նադյա, Շատ։ Իմ դերն այնտեղ փոքր էր։ Երբ աղջիկները բեմ եկան, ես կապույտ գեստով էի։ ես կարծում էի կարմիր շորովն ես։ Բայց հետո ճանաչեցի։ Վայ, ես վախենում էի, որ ձայնը չլսվի։ Դահլիճն այնքան մեծ էր։ Երբ դու ասացիր, բարի խոսքը կատվիլնել է, հաճելի, այնքան լավ էր, այնքան, սրտարուճ ասացիր, աչկերից արցուկներ հողցեցին, իսկապես հաճելի էր, դու գիտես, որ հանրակացարանում ինձ լավ չեն նայում, երբ ես չեն սիրում, հետո դժվար է նրանց սիրտը շահել, բայց ես դու եկար, բարի խոսք ասացիր ու գնացիր, թեև նրանց վերաբերմունքը չփոխվեց, հետո երկրորդ գործողությունը, դու այնպես տարուբերեցիր գլուխդ և ասացիր, սերը վիրավորել չի կարող, բայց իսկապես սերը երբեք վիրավորել չի կարող, եթե նույնիսկ ես սիրի մի վատ մարդ, Նադյա, այդպես չի։ Բայց ինչ լավ է, որ դու եկար։ Խնդրում եմ չգնաս, լավ։ Ես կմնամ, Նադյա։ Նստիր։ Օհ, գիտես ես հիմա քրոջս հետո տարի պես եմ բնակի մնացել։ Երևի նրանից է, որ բախտավոր ասկիտակ չեմ ծնվել։ Հիշում ես, որ ասացի միայն թե ընդունեն ուրիշ բան պետք չէ։ Ոչ, մարդն շնորհակալանացուն է, ինձ համար քիչ է, ոչ չէ։ Ես պատրաստեցի մեծ դեր և ցույց տվեցի, չհավանեցի։ Երրորդը նույնպես լավ չէր։ Երևի ինձ հետ ինչ-որ բան է կատարվում։ Առաջ ես այդպեսին չէի։ Հիշում եմ, քայլում էի փողոցներով, նայում լուսամուտներին։ Ձգտում էի պատկերացնել ինչպեսին կլինեի, եթե ապրեի այստեղ։ Ես ապրում եմ ուրիշ փողոցում։ Շուրջս ուրիշ տներ են, ուրիշ ծառեր, ամեն ինչ ուրիշ է։ Ես էլ եմ ուրիշ։ Հիմա ես չեմ զբոսնում, երևի ժամանակ չունեմ։ Իսկ կյանքն անցնում է եւ ամեն օրը նոր է։ Մեքենաները ընթանում են նոր ձևով, համբուրվում են նոր ձևով, սարում են նոր ձևով։ Ոյ, ինչ լավ է որ դու եկար։ Միայն թե չգնաս, լավ։ Ես կմնամ։ Գուցե ես մի դեր եմ պատրաստեմ, հա։ Մի անգամ էլ փորձեմ, հա։ Հասկանում ես, տարօրինակ բան է։ Իմ կյանքում ուրախություններ համարյա թե չեն եղել, հասկանում ես։
Եվ ես էլ շատ ուրախ մարդ չեմ, իհարկե շատ ուրախ մարդ չեմ, մանավանդ հիմա։ Երբախն ինձ չի ժպտում, բայց եթե ինձ հարցնեին ինչ դեր եմ ուզում խաղալ, ես կասեի կենց ուրախ։ Երջանիկ աղջկա, որն ամեն ինչ կարող է, որն ուրախացնում է բոլորին։ Լաուրա, քարե հյուր պիեսում։ Սպասիր, հիմա, սպասիր հիմա, սպասիր։ Գիտես վաղուցը չեմ եկել, ինքս ինձ ես չեմ կարողանում, տանը լսող չկա, թատրոնում էլ հակ չկա, ինքս ամփոփ եմ դարձել, հասկանում ես, չեմ բացվում, հիմա կերքեմ քեզ համար, դու լսիր, հիմա կփորձեմ։ Оделась туманом гремада, все дремлет вокруг, все манит к свиданию. Очень. Открой же вентану, Эльвира, не медли, друг мой милый, час любви улетает напрасно. В немом ожидании томлюся. Очень. Шарнаким? Шарнаким. В немом ожидании томлюся. Ինչպես են նկարում երեխաները, անմիջական և ծիծաղելի։ Երբ մտածում ես, դա հենց այն է, ինչին ձգտում ենք մեծերս և չենք հասնում։ Ոչինչ կհասնես։ Ուր է Լիդան։ Լիդան գնաց գիրելի մոտ, զուգված զրդրված։ Բայց և այնպես շուրան ապացուցեց, որ ազդին մարդ է, ոչ մի բացադրություն, ոչ ոքի ոչ մի բան չասեց, թողեց ու գնաց։ Չգիտես ուր գնաց, ծնողների մոտ։ Չգիտեմ։ Այա, տգեղ երևույթ է։ Շատ անախորժ պատմություն։ Ինչ արած։ Որոշել են թող այդպես լինի։ Լիդան էլ ճիշտ նսած քիչ չտանջվեց, բավական է։ Ոսիր գուցե նշենք նրանց միությունը, նեղ շրջանակում։ Սպասենք մինչև օրենքով ձևակերպվի։ Ինչու իրար անցար։ Սրանք ո՞րն են։ Իմն են։ Վաղուց է, որ այստեղ չես եղել։ Այո։ Շատ բան է փոխվել, այո։ Այո։ Ինչ անենք, թեյ խմենք, քո բախտից այսօր ոչինչ չունեմ։ Ես գնում։ Ինչ ես ասում։ Ոչ, դու նստիր, ես կգնամ։
Սկզբում դեռ չէին վստահում, իսկ հիմա վրա են տվել։ Միշտեր թատրոնում կան մարդիկ, որոնք ոչինչ չեն անում, բայց քեզնից 1.5 անգամ ավել են ստանում։ Երբ ես ձեզ մանկատնից վերցրի, այնքան փոքր էիք, այնքան վտիտ, միանման հագուստով, ինչպես երկու զինվորիկ։ Մտքովս էլ չէր անցնի, որ այսպիսի ապագա կունենաք։ Մեկը արդեն ավարտում է ինստիտուտը, գերազանցիկ է, անձնական կյանքն էլ լավ թե վատ, կարծես թե դասավորվեց։ Իսկ մյուսն էլ պարզապես հռչակավոր է, հա? Ոչինչ։ Այո, Նադյուշա, քո կյանքում ամեն ինչ փոխվեց, մտածելու շատ բան ունենք։ Մտածում եմ։ Մտածում ես? Մտածելը քիչ է, պետք է գործել։ Ով կարող է լինել, հա? Դու ես, համեցիր։ Դուք ինձ հիշում եք։ Հիշում եմ։ Դու ներիր խնդրեմ, մենք լուրջ խոսակցություն ունենք, ուրեմն ես գնացի ձեր դիրեկտորի մոտ, եղա տեղ կողմում և դիմում թողեցի, որ դու բնակարանի պահանջ ունես։ Ինչու։ Ես բնակարան չեմ ուզում։ Ինձ բնակարան պետք չէ։ Վոլոդյա, լսեցիր, նրան բնակարան պետք չէ, վերջապես դու մի օր պետք է ամուսնանաս։ Ես չեմ հասկանում, գուցե ես իրավացի չեմ, հա։ Իրավացի եք։ Ինչու եք ժպտում նրան։ Վերջացրեք խնդրում եմ։ Հենց այնպես, դա կարևոր չէ։ Ես ուզում եմ խոսել ձեզ հետ։ Համեստությունը զարդարում է միայն առաջին պահին, բայց հետո մարդիկ քեզ կվերաբերվեն այնպես, ինչպես դու քեզ կպահես քո կոլեկտիվում։ Սիրելի քեռի, մի խառնվեք իմ գործերին։ Դուք ցանկանում եք խոսել ինձ հետ։ Նադեժդա Գեորգիևնա, ես հասկանում եմ, իմ նախորդ այցը անպատշաճ էր, անվայել երկուսիս համար է։ Մտաբերեց։ Լսիր, նա հիմա շտապում է։ Այն ժամանակ դուք ծիծաղեցիք ինձ վրա եւ իրավացի եք։ Հիմա ես ուզում եմ խոսել լրջորեն։ Խնդրեմ։ Այն ժամանակ դուք հարցրիք, գուցե ես ամաչում եմ, վստահ չեմ ինձ վրա։ Ես վստահ չէի, դա ճշմարիտ է։ Բայց ես ուղղակի ատում եմ ինքնավստահ եւ ինքնագոհ մարդկանց։ Եթե մարդը նման հատկություններ ունի, վերջ նա գոյություն չունի ինձ համար, բայց միաժամանակ իմ անվստահությունն ամենևին չի նշանակում, որ ես ոչ մի բանի ընդունակ չեմ։ Մի խոսքով, եթե դուք ինձ ճանաչեիք մոտիկից, գուցե եւ հաշտվեիք իմ թերությունների հետ։ Ներեցեք, գուցե դա ձեզ չի հետաքրքրում։ Հենց այդպես է։ Նրա ինչին են պետք այդ մանրամասները։ Դու ինքդ մտածիր այդ մասին։ Բայց ես ուրիշ ելք չունեմ։ Դեր Աստված։ Հազիվ թե դուք ցանկանաք նորից տեսնել ինձ։ Գոնե հետո չեմ նախատի ինձ, որ ձեզ ոչինչ չասացի։ Դե լավ բավական է, ասացիր եւ վերջ։ Նա դեռ ոչ մի րոպե չի հանգստացել եւ շուտով գնալու է թատրոն։ Վալոդյա, խնդրում եմ չգնալ։ Մի քիչ էլ մնացեք մեզ մոտ։ Դե չգիտեմ։ Հասկանում եմ, անմտություն է։ Այն ժամանակ էլ դուք ծիծաղում եք ինձ վրա։ Հիմա երբ հաջողության եք հասել։ Հաջողություն, բայց դա այնքան էլ հեշտ չէ։ Բոլորը հիանում են, շնորհավորում, իսկ քեզ համար նոր դերը, նոր քննություն է։ Եվ ամեն անգամ ավելի դժվար, որովհետև քեզնից սպասում են շատ ավելի։ Ինչու մենակ եկար։ Որտեղ է փեսացուտ։ Փեսացուներ շատ կան։ Ես գնացի։ Այո, բայց կրկին եկեք։ Վաղը կհանդիպենք։ Ես կգամ։ Ցտեսություն։ Ցտեսություն։ Ինչ է պատահել։ Ես նրա տունը գնացի։ Առաջին անգամ եղա նրա տանը եւ շատ բան հասկացա։ Ինչ հասկացար։ Գիտես Նադյա, ես միշտ մտածում էի Շորայի մասին միակողմանիորեն։
Եվ հիմա սկսում եմ ինչ-որ բան հասկանալ։ Ինչ հասկացար։ Ձեզ բացատրել դժվար է։ Նադյա, երբ ես մտա նրա տունը եւ շուրջս նայեցի, զգացի, որ այդտեղ երկու մարդ է ապրել։ Ոչ հանրակացարանի կյանքով, այլ որպես հարազատ, մտերիմ, համերաշխ մարդիկ։ Հասկանում ես։ Ես այդ զգացի անմիջապես, բայց գուցե ինձ թվացել է։ Քեզ թվացել է։ Նաման էր գալիս եւ նայում անկյունները։ Ասես դատարկ սենյակում լիներ։ Ես այնտեղ էի նրա կողքին, իսկ նա ընկնում էր դեսուդեն։ Առաջ ես կարծում էի, որ նրա ամուսնությունը անախորժ հանգամանք է միայն, որը բարդացնում է մեր հարաբերությունները, պարզվում է, որ այդպես չէր։ Նա ուներ տուն, ուներ ընտանիք, իսկական ընտանիք։ Այ դու ասում ես, որ ինձ բացատրելը դժվար է։ Իսկ ես ամեն ինչ հասկացա։ Ինչ հասկացաք։ Ես հասկացա, որ դու մեծացել ես, որ դու խելոքացել ես, եւ որ ես կարող եմ քեզ հարգել, այ թե ինչ հասկացա։ Այս տարիների ընթացքում կար այդ ընտանիքը։ Եվ դառնում էր նրա համար ավելի պետքական, չնայած նա չէր մտածում այդ մասին։ Իսկ հիմա նա այդ ամենը հանկարծ զգաց, թեև չի խոսովանում նույնիսկ ինքն իրեն։ Ահա, թե ես ինչ հասկացա, ես այլևս նրա մոտ չեմ գնա, ես չեմ կարող։ Թող գնա եւ հետ բերի իր կնոջը։ Ինչպես թե։ Ես ոչինչ չեմ հասկանում։ Հիմա իսկապես ոչինչ չեմ հասկանում։ Տարիներ շարունակ սիրահարված էիք, որսում էիք ամեն մի րոպեն հանդիպման համար, տանջում էիք ձեզ, տանջում էիք Շուրային, խեղճ կինը չդիմացավ, գնաց առանց ծպտուն հանելու, հեռացավ ձեր ճանապարհից, որ երջանիկ ապրեք։ Ինչ է կարծում ես, նրա համար հեշտ էր։ Ես էլ միշտ արարկում էի։ Իսկ հիմա, երբ հասակ ձեր նպատակին, այդքան խոչընդոտներից, այդքան տանջանքից հետո ասում ես չեմ կարող։ Ինչու՞։ Անհասկանալի է։ Ինչ կատարվեց։ Ոչինչ։ Կիրիլը մեծ մարդ է, շատ տաղանդավոր։ Տես հա, կգործվես եւ չես գտնի։ Չէ, ոչինչ չեմ հասկանում։ Գնա Կիրիլի մոտ։ Հենց հիմա վերադարձիր նրա մոտ։ Չերեմիտյա, մեզ մենակ թողեք։ Լիդան ինքը կարող է ոչռել։